Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր կրթության փորձագետ, Հայ-ԱՔՎ միավորման անդամ Ատոմ Մխիթարյանն է։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար եւ մտածում եմ, որ այսօրվա մեր զրույցը կնպաստի նրան, որ գոնե ելքեր նաեւ կառաջարկենք, որովհետեւ ամեն անգամ ձեզ հետ հանդիպելուց արձանագրում ենք այդ վատ միտումները, բայց նաև հույս կա։ Ելքերը առաջարկում ենք, բայց ականջադուլ լուր կարծես թե չեն լինում։ Պարոն Մխիթարյան, շաբաթ օրը անգլերենի միասնական քննություններ, որը սկանդալով ուղեկցվեց, թեստերի մի մասը խոտանով էր տպագրվել եւ այդ պատճառով քննական կենտրոններում մթնոլորտը բավականին լարված էր, դիմորդները դժգոհում էին, որ չեն կարողացել կենտրոնանալ եւ իրենց քննությունը պատշաճ հանձնել։ Ձեր գնահատմամբ ում մեղավորությամբ էր նման իրավիճակ ստեղծվել, ով պիտի սրա համար պատասխան տա եւ հիշում եք նախկինում նման դեպք եղել է, որ միասնական քննությունների ժամանակ թեստերը այդպիսի խոտաններով տպագրվեին։ Գիտեք, սա շատ բնութագրական է իրավիճակը այն իրերի դրությանը, որ մենք հիմա ունենք Հայաստանում, որովհետև դրա պատասխանատուն լիազոր մարմինն է, որի անունը Կրթության, գիտության եւ էլի մի քանի բաների նախարարությունն է։ Սուպերնախարարությունն է։ Այո, եւ նրա նաև կա թեստավորման կենտրոն, որը կազմակերպում է կազմակերպական աշխատանքներն է անում, եւ այս իրավիճակը, որ մենք ունեցանք անցած շաբաթ օրը, գալիս է մեկ անգամ եւս ցույց տալու թափթփվածության բարձր աստիճանը, սրանով անգերազանցելի են մեր այդ իշխանությունները, անպատասխանատվության բարձր աստիճանը եւ նրանք չեն էլ մտածում հետևանքների մասին, ինչ կարող է սա ունենալ, որովհետեւ այդ երեխաները, որոնք սրտի թրթիռով գնում են առաջին անգամ քննություն հանձնելու եւ հանդիպում են այսպիսի անարդարության եւ բազմաթիվ են արդեն բողոքները, մտածում ենք, որ այո, սա նաեւ իսկապես եւ բնութագրական է, ասենք, ինչ որ նոր բան էլ չենք ասում, չէ, որովհետեւ ինչ եղել է, դա էական տարբերություն չի տալիս եւ նույն բանի շարունակությունն է։ Սա է, նման բաներ իհարկե լինում են ոչ միայն այս բնակավարում, ի նկատի ունեմ այդ ընդունելության քննությունները, օրինակ նույն իրավիճակը մենք ունենք դասագրքաստեղծման ոլորտում, որովհետև դասագրքեր են ստեղծվում, որոնք ոչ անցնում են փորձաքննություն, ոչ անցնում են փորձարկում, ուրեմն ստեղծվում են դասագրքերը ահագին խոտաններով, շատ սխալներով, Սա լավագույն դեպքում դասագրքեր ունենք, որ առհասարակ չեն ստեղծվում, արդեն քանի տարի է։ Դասագրքեր կա, այո, չեն ստեղծվում, եւ սա կարելի ասել բնութագրական է այսօրվա կառավարությանը, նրա աշխատակիցներին, եւ ես մի քանի անգամ ասել եմ, այս անգամ էլ ուզում եմ կրկնել, որ հատկապես կրթության ոլորտում ինչ որ բան փոխելու համար անհրաժեշտ է փոխել որոշում կայացնողներին։ Դիմորդների եւ նրանց ծնողների բարձրացրած աղմուկից հետո ԳԹԿ-ն երեք հայտնեց, որ բոլոր դիմորդներին մարտի 1-ին նոր քննություն հանձնելու հնարավորություն կընձեռվի, այնուամենայնիվ հատուկ ընդգծվեց, որ այս որոշումը կայացվել է աղմուկը դադարեցնելու համար։ Որոշումը թեպետ ողջունելի է, բայց այնուամենայնիվ նման միջադեպերը ինչպես են ազդում մեր կրթական մակարդակի համակարգի նկատմամբ վստահության վրա եւ ինչպես պետք է խուսափենք հետագայում նման միջադեպերի կրկնությունից։ Ուրեմն ինչպես են ազդում, շատ վատ են ազդում, արդեն մի քիչ առաջ էլ ասացինք, որ այն մեր ապագա դիմորդները եւ այսօրվա շրջանավարտները նրանք հոգեբանական ճնշվածության են ենթարկում, որովհետեւ դա դրացի ստրես է նրանց համար, որպեսզի գնան քննությանը լավ նախապատրաստվեն, լավ արդյունքներ գրանցեն եւ բախվում են այս անարդար իրավիճակին, երբ որ մի մասի դեպքում ինչ որ նորմալ են, այսպես ասած, թեստերը, մյուս մասի դեպքում այդքան էլ նորմալ չեն եւ ավելացրած նաեւ են սուբյեկտիվ չափանիշները, որոնցով գնահատվում են, որովհետեւ մեր լավագույն ուսուցիչները բազմաթիվ անգամ ասել են, որ թեստային տարբերակով գնահատել երեխայի գիտելիքները անթույլատրելի է։ Չի կարելի թեստով, որը ըստ էության մեխանիկական ինչ որ գործ են անում։ Թեստով գնահատել շատ սխալ է։ Շատ սխալ է։ Եվ նույնը նաև էլի զուգահեռներ անցկացնելով կարելի ասել նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացի մասին։ Այնտեղ էլ ուրեմն ամեն ինչ գնահատվում է էլի թեստային տարբերակով եւ այդ ուսուցիչը ինչպես նախկինում կար, նույն ձևի նաև շարունակում է այդ ատեստավորման գործընթացից հետո։ Իդեպ ասեմ, որ սա այս թեստային տարբերակները իրենց հետ բերում են նաև որոշակի կոռուպցիայի էլեմենտներ։ Կրթության ոլորտ, որը եւս անթույլատրելի է։ Օրինակ իմ համակուրսեցիներից մեկ առանց անուններ տալու նա մասնակցեց վերջերս
կազմակերպված է թեստավորման գործընթացին, ատեստավորման եւ էլի տպագրական սխալ կար թեստերի մեջ, օրինակ պատասխանի փոխարեն, օրինակ եմ ասում, էլի, օրինակ 100-ի փոխարեն 10 էր գրված։ Ուրեմն պարզվեց, որ այն ուսուցիչները, որոնք եկել էին այդ օրը թեստավորման, այսինքն այդ ատեստացիան հանձնելու, նրանց կեսից շատը սխալ պատասխան էր գրել։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ նրանք նախապես իմացել էին այդ թեստերի պատասխանները եւ այդ սխալ պատասխանը գրելով ճիշտ գնահատական էին ստացել։ Սա նշանակում է, որ որոշակի առումով շրջանառվում են նախապես այդ թեստային հարցերը, վաճառվում են թեստերը։ Այո, ուղիղ կարելի է ասել, որ սա իր հետ բերել է այդպիսի ռիսկերի, ավելացնենք նաև այն, որ այն ատեստացիան անցած ուսուցիչները պարապում են այն մյուս ուսուցիչների հետ, այսպես ասած, էլի գումարի դիմաց, որը փոխանակ մենք կրթության մասին մտածում ենք այդ կազմակերպման եւ այդ խոչընդոտները շրջանցելու մասին։ Այսինքն ընդհանրապես համակարգը պետք է փոխվի։ Համակարգը պետք է փոխի, ընդհանրապես եթե մենք հիմա խոսում ենք ընդունելության քննությունների մասին, մենք մտածում ենք կառավարության փոփոխությունից հետո, իշխանության փոփոխությունից հետո ընդհանրապես պետք է վերացնել ընդունելության քննությունները։ Մենք պետք է գնանք այն զարգացած երկրների հետևից կամ նրանց նմանվենք, որտեղ ընդունելության քննություններ այս ձևով, ինչպես Հայաստանում են կազմակերպվում, ընդհանրապես չկան։ Այլ մեր շրջանավարտները իրենց դպրոցական գիտելիքները անընդհատ ակումուլացնելով որոշակի միավորներ են հավաքում եւ համալսարանը հայտարարում են, որ նվազագույն այսքան շեմից բարձր միավորներ ունեցող դիմորդները կարող են գնալ կոնկրետ համալսարան, կոնկրետ մասնագիտությամբ, նրանք առանց որևէ ընդունելության քննության իրենց ուսումը պետք է շարունակեն համալսարաններում եւ մի բան էլ էստեղ ուզում եմ ավելացնել եւ անպայման պետք է անցնել բարձրագույն կրթության անվճար բարձրագույն կրթության համակարգին։ Վրաստանում այս օրինակը արդեն ներդրվել է։ Այո, Վրաստանում արդեն կա, իսկ եվրոպական երկրներում նույնիսկ մարդիկ ծիծաղում են, որ ասում ենք, որ վճարովի կրթություն կարող է լինել, այնտեղ սիմվոլիկ վճարներ կան ընդամենը եւ Հայաստանը ժամանակն է, որ անցնի, որպեսզի կարողանա կրթության մակարդակը եւ որակը բարձրացնել։ Իսկ մեր բյուջեն ռեսուրսները թույլ տալիս են այդ համակարգը ունենալ, պարոն Մխիթարյանը։ Եթե Վրաստանի բյուջեն ու ռեսուրսները թույլ են տալիս, մտածում եմ, որ Հայաստանում անպայման պետք է թույլ տալ, այստեղ մի հատ թվային փաստ եմ ուզում նշել, ուրեմն տեսեք, անցած տարվա տվյալներով ուսումնասիրվել է, թե որ երկիրը աշխարհի ուսումնասիրվել է 133 երկիր, թե իր համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է տրամադրում կրթությանը։ Եվ այն երկրները, որոնք պարզ է մեծ տոկոս են տրամադրում կրթությանը, այդ երկրները ունեն շատ բարձր կենսամակարդակ։ Հայաստանը 133 երկրների ցուցակում ուշադրություն գրավում է 114-րդ տեղը։ Դա նշանակում է, որ չնչին գումարներ են հատկացնում կրթությանը, իսկ եթե այդ գումարները մեծացնենք, պարզ է, որ եւ կրթության որակը կբարելավի եւ միանգամից անցում կկարողանանք կատարել անվճար բարձրագույն կրթության։ Ուզում խոսենք նաև բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրներից։ Վերջերս մի վիճակագրություն էի ուսումնասիրում, ըստ որի մեր բուհերում վերջին տարիներին տարեցտարի արական սեռի դիմորդների թիվը, այսպես ասած, նվազում է, բացառություն են կազմում միայն բնագիտական ուղղվածության որոշ ֆակուլտետներ, բայց սա ընդհանուր պատկերը այդքան էլ չի փոխվում։ Ըստ ձեզ ինչով է այս միտումը պայմանավորված եւ հետագայում ինչ հետևանքների է սա հանգեցնելու։ Ուրեմն սա ժողովրդագրական իրավիճակի արտացոլումն է հենց կրթության ոլորտում, որովհետև մենք գիտենք շատ տղաներ նույնիսկ չհասած բուհական տարիքին, այսինքն ուսանողական տարիքին, նրանք կամ լքում են Հայաստանի Հանրապետությունը, կամ փոխում են քաղաքացիությունը։ Մենք ունենք, օրինակ, ես ինքս կրթական համակարգում եմ, մենք ունենք հիմա ուսանողներ, որոնք ոչնչով չեն տարբերվում իրենց ընկերներից, որոնք բնակվում են այստեղ, խոսում են մնացած բաներով, մի տարբերություն կա, նրանք ուղղակի Հայաստանի քաղաքացիներ չեն։ Նրանք հիմնականում Ռուսաստանի, Վրաստանի, նահանգների քաղաքացիներ են, որոնք Հայաստանում ապրում, Հայաստանում սովորում են, իսկ շատերը Հայաստանում չեն ապրում եւ Հայաստանում չեն սովորում։ Եվ դա է պատճառը, որ տղաների մոտ ընդհակառակը նրանք ուրեմն կրթական համակարգում, բարձրագույն կրթության համակարգում տոկոսը գնալով նվազում է։ Եվ հիմնական պատճառը իհարկե ծառայությունից խուսափելն է, շատ շատերը դրանով են պայմանավորում, իսկ որոշ մասի մոտ նաև կա իրենց ընտանիքին որոշակի օգուտ տալու ձգտում, այսինքն աշխատել եւ ոչ թե սովորել։
Իսկ օրինակ պետության վարած քաղաքականությունը այստեղ ինչ դեր է ունենում, ես ուզում եմ նույն բարեկային ծառայության օրինակին մենք անդրադառնանք, երբ առանց բարձրագույն կրթություն ստանալու ներկայումս բարեկները շատ բարձր աշխատավարձ են ստանում, պետությունը սա խրախուսում է, արդյոք սա եւս չի նպաստում, որ արական սեռի ներկայացուցիչները կրկին այստեղ հետաքրքրված չլինեն բարձրագույն կրթությամբ եւ ավելի հեշտ գումար աշխատելու տարբերակը նախընտրեն։ Այո, դա եւս նպաստում է ձեր ասացին, որովհետեւ երիտասարդները չեն մտածում են ավելի լավ է 4 կամ 6 տարի չծախսեն, ճակերտներում ասենք ուսման վրա, այլ օրինակ վերապատրաստման դասընթացների մասնակցել։ Այո, կամ ընդհանրապես բարձրագույն կրթության չգնալ, այլ միանգամից ընդունվել եւ աշխատել բարեկ, որի աշխատավարձը 2-3 անգամ ավելի բարձր է, քան ուսուցչի աշխատավարձը միջին։ Ուղղակի անթույլատրելի է։ Մենք գիտեք, ոչ թե հիմա խոսում ենք ուղիղ աշխատավարձի կամ չգիտեմ, սա լավ է, մենք չենք ասում բարձր աշխատավարձը վատ է։ Ուղղակի արժեքների այսպիսի դիսոնանսը, այսպիսի անհավասարակշռությունը հասարակության մեջ բերում է ձգտման նվազման դեպի կրթությունը, դեպի գիտությունը։ Իսկ Հայաստանի համար կամ հայ ազգի համար, հայ ժողովրդի համար դա ուղղակի կարելի է ասել մեզ մոտ երակներում է նստած լավ կրթություն ունենալը, բոլոր ծնողները իրենց ինչ որ բանից զրկում են, որպեսզի իրենց երեխաները կարողանան լավ կրթություն ստանալ եւ հատկապես բարձրագույն կրթություն, այսինքն այդ արժեքների փոփոխությունը հիմա վարվող քաղաքականությունը բերել է իսկապես արժեքների փոփոխության, որտեղ չի խրախուսվում ընդհանրապես կրթություն ստանալը։ Պարոն Մխիթարյան, վերջերս ակադեմիական քաղաք կոչվող ծրագրի նոր հայեցակարգը ընդունվեց, իսկ 2 տարի առաջ ընդունվածն էլ փաստացի չեղարկվեց, ընդ որում այստեղ բավականին անորոշություններ կան, եթե նախորդ ծրագրով 2030 թվականի դրությամբ ամբողջը պետք է արդեն կյանքի կոչվեր եւ գործեր այդ քաղաք կոչվածը, ապա հիմա 2034 թվականն է նշվում, ընդ որում սա միայն ակնկալիք է, այլ ոչ թե թիրախ, ես մեջբերեմ ծրագրից 2034-ից հետո ակնկալվում է ծրագրի ամբողջականացման փուլը ներառյալ խոշոր տրանսպորտային հանգույցը։ Ըստ ձեզ ինչու ԿԳՄՍ-ն ստիպված եղավ նոր հայեցակարգ ընդունել եւ ինչ ակնկալիքներ ունեք, ի վերջո 2034-ին այս նախագիծը կյանքի կկոչվի։ Ոչ իհարկե, եւ դա ակնհայտ էր հենց սկզբից, երբ որ դրա մասին խոսվեց, ուղղակի ներկա գործող կառավարությունը անընդհատ փորձում է այդ գաղափարը առաջ տանել, դա խցկել է նաեւ անցած տարի ընդունված բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում։ Առանձին հոդված կա նվիրված ուղղակի աբսուրդի ժանրից կարելի է ասել, որովհետև ոչ մի ուրիշ երկիր նման բան չի գրում օրենքի մեջ, որ պետք է մի հատ քաղաք ստեղծել, ակադեմիական անունը դնել եւ բոլոր բուհերը, գիտական կազմակերպություններն էլ հավաքել մեխանիկորեն տեղափոխել այդ քաղաքը։ Ուրեմն ասեմ նաեւ, որ հետևանքները կամ այս ընթացքում տեսեք այդ հիմնադրամ կա, կոչվում է ակադեմիական քաղաք հիմնադրամ, անցած տարվա ընթացքում 2025 թվականին նրա ծախսերը ուշադրություն եղել է 1.9 միլիոն դոլար եւ դա հատկացվել է հատկապես պահպանման ծախսերին, որի մեջ մտնում է նաեւ աշխատավարձ, այսինքն մարդիկ բարձր աշխատավարձներ են ստանում, ամենայն հավանականությամբ պարգևավճարներ են ստանում եւ ծախսել են տարվա ընթացքում 1.9 միլիոն դոլար։ Գեղեցիկ ծրագիր ստեղծելու համար։ Այո, հիմա հələ տեսեք, բացի դրանից նաեւ 1.5 միլիոն դոլարի պայմանագրեր են կնքել, որ այսինքն իրենց գործառույթները փոխանցել մեկ ուրիշին, որպեսզի նրանք անեն, օրինակ նախագիծ, նմանատիպ տարբեր բաներ։ Ես նրանց խորհուրդ կտայի արհեստական բանականության ուղղակի հարցնել եւ կարելի է անվճար նույնիսկ այդ նախագծերը կազմակերպել կամ գոնե շատ սիմվոլիկ օրինակ, չգիտեմ, 10,000 դրամով ես պատրաստ եմ այդ նախագծերը ուրեմն կազմել արհեստական բանականության օգնությամբ եւ տալ նրան, բայց այդքան գումարներ ծախսել այս պահից, այս գլխից, ինչպես ժողովուրդն է ասում, չլնող բանի համար, որովհետեւ այդ ծրագիրը իսկապես չի լինելու, ուրեմն խորհուրդ չեմ տա, առավել եւս որ այնտեղ խոսվում է ինչ որ ենթակառուցվածքների, չգիտեմ, օդանավակայաններ ունենալու, մետրոյի կայարան են կառուցում։ Հա, Աջափնյակից հետո շարունակվելու է մետրոյի կայարան են կառուցելու։ Աջափնյակինը 2 տարի առաջ պետք է սկսած լինի, շինարարությունը արդեն։ Այո։ Եվ այս ամբողջը իսկապես բերում է նրան, որ ուղղակի գիտեք, եթե լուրջ խոսենք, արժեզրկում է կրթության նկատմամբ մեր ձգտումները, գիտության արժեքը իջեցնում է, հասցնում է շատ ցածր մակարդակի։ Եվ դա ոչ միայն արվում է այսպիսի ծրագրերով, այլ նաև օրինակ գիտության ֆինանսավորման կրճատմամբ։
տեսեք, երբ որ հարցնում են ներկա վարչախմբին, ասում են, տեսեք, գիտության ֆինանսավորումը անընդհատ աճում է։ Ուրեմն այնքան աճեց, որ էլ տեղ չկար, այս տարի 14%-ով պակասել է գիտության ֆինանսավորումը 2026 թվականի համար։ Ընդ որում գիտության ֆինանսավորումը, այդ թվում նաև տեսեք, այդ ակադեմիական քաղաք մնացածը ամբողջը այդ գիտության ֆինանսավորման տակ կարելի է դիտարկել։ Ուրեմն գիտությանը հատկացվում է համախառն ներքին արդյունքի վերջին տարիներին, ուրեմն 0.33, 0.35, 0.36, 100%-ը։ Սա ուղղակի չնչին գումարներ են, որոնք հատկացվում են գիտությանը, եւ այսպես զարգացնել գիտությունը ուղղակի անթույլատրել չի, անհնար է, չեք կարող անել։ Ուղղակի թվերով նշենք, որ միջին ցուցանիշը Եվրամիության արևելյան գործընկերության երկրներում եւ արևելյան Եվրոպայի երկրներում համախառն ներքին արդյունքի 2.5-2.6% է կազմում։ Այսինքն Հայաստանից էլի հնայի հետ ենք համեմատում, նրանց հնան էլ Հայաստանի հնայից պատկերացրեք քանի անգամ է մեծ։ Առնվազն 7-8 անգամ պակաս է։ 7-8 անգամ ավելի պակաս է։ Իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին են օրինակ Հարավային Կորեան կամ Իսրայելը, գիտությանը եւ նոր տեխնոլոգիաներին տրամադրում են համախառն ներքին արդյունքի 4.5, 5, որոշ տարիների մինչև 7%։ Եվ պատկերացրեք, թե Հայաստանը քանի տարի պիտի այդ իր 0.36%-ով ֆինանսավորի գիտությանը, որպեսզի կարողանա գոնե հասնել այդ իմ թվարկած երկրների գոնե 1 տարվա ներդրմանը։ Նոր կառավարությանը բավականին լուրջ աշխատանք է սպասվում այս առումով։ Նոր կառավարությանը, այո, ամբողջը պետք է վերափոխվի եւ հայեցակարգային մոտեցումները պետք է փոխվի եւ առաջնահերթ դիրքերում պետք է լինի անպայման կրթությունը եւ գիտությունը։ Ավելին ասեմ, տեսեք, այդ ավելացրած գիտության ֆինանսավորման կատարողականը գիտեք քանի տոկոս է եղել վերջին 5 տարվա ընթացքում։ Ուրեմն առավելագույն տոկոսը, որ ունեցել ենք, եղել է 84%։ Այսինքն այն գումարները, որոնք հատկացվում են, նրա ամենաշատը 84%-ն է վերջին 5 տարվա ընթացքում ծախսվել։ Իսկ տարի է եղել 36 մասին է խոսքը։ Հա, իսկ տարի է եղել 2023 թվականը, երբ որ ծախսվել, այսինքն կատարողականը գիտության ոլորտում եղել է ընդամենը 65%։ Այսինքն կեսից մի քիչ ավելին է ծախսվել, եւ սա այն պարագայում, երբ որ Հայաստանում զուգահեռաբար գիտնականների թիվը գնալով նվազում է։ Այ մենք խոսում ենք մի քիչ առաջ տղաների ներկայությունը կրթության ոլորտում, չէ՞։ Գիտության ոլորտում աղետալի է ավելի իրավիճակը, որովհետև գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացրել ենք վերջին տարիներին։ Հա, բարձրացրել են, ուրեմն կարելի ասել, որ պարեկներից մի քիչ ցածր են ստանում։ Համեմատության լավ սանդղակ է, էլի, ինչքան են բարձրացրել։ Բայց նույնիսկ այդ բարձրացումը, տեսեք, գումարը շատանում է, գիտնականների թիվը պակասում է։ Պարզ է, որ այն գիտնականը, որը դուրս եկավ գիտության ոլորտից, նրան հասանելիք աշխատավարձը կարելի է գումարել այն մյուսներին։ Եվ տեսեք, վերջի տարիների ընթացքում Հայաստանում գիտնականների թիվը աղետալիորեն նվազել է, աղետալիորեն, նույնիսկ կրիտիկական նվազագույնից ավելի քիչ է։ Հիմա Հայաստանում ամբողջ դրույքով աշխատող գիտնականների թիվը հրապարակված տվյալների համաձայն հավասար է 3012-ի։ Դա նշանակում է, որ մոտավորապես 1 միլիոն բնակչին հասնում է 1004 գիտնական։ Այդ նույն թիվը Ադրբեջանում 1680 է, Վրաստանում 1750 է, Թուրքիայում մեր հարևան երկրներն եմ ասում 3500 է, այսինքն Հայաստանից 3.5 անգամ ավելի շատ։ Ռուսաստանում մոտենում է 4000-ին, իսկ զարգացած գիտություն տեխնոլոգիաներ ունեցող երկրներում 8000-ից ավելին է։ Մենք այդ ցուցանիշները ունեցել ենք 90-ականների սկզբին կամ 80-ականների վերջին, երբ որ Հայաստանը եղել է առաջին տասնյակում գիտության ֆինանսավորման ծավալներով եւ գիտնականների թվով, որոնք բնակչության մեկ շնչին հասնող գիտնականների թվով առաջնային տեղեր են զբաղեցրել։ Խորհրդային Միության օրոք միշտ բավականին բարձր ցուցանիշներ էր գրանցվում Հայաստանում այս մասով։ Այո, եւ Հայաստանը, քանի որ շատ ռեսուրսներ չունի եւ բնակչությունը շատ մեծ չի, հենց այս ռեսուրսներով կամ այս ցուցանիշներով է, որ պետք է Հայաստանը լավագույն տեղը զբաղեցնի աշխարհում։ Առավել եւս, որ այդ պոտենցիալը կա։ Ես ուրիշ բան էլ ասեմ, այս վերջի 7-8 տարվա ընթացքում իշխանության փոփոխությունից հետո
անընդհատ Հայաստանը հետ է ընկել նաև ինովացիաների ուրեմն ցուցանիշով, ինդեքս կա այդպես չափում են, եւ պարզվեց, որ անցած տարի էլի 25 թվականի տվյալներն եմ ասում, այդ նորարարության ինդեքսով 133 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է ընդամենը 89-րդ հորիզոնականը, էլի մեկ տարվա ընթացքում մի քանի հորիզոնական նահանջելով։ Բավականին մտահոգիչ պատկեր ունենք։ Եվ մենք նախորդի դիմորդների թվի նվազմանն անդրադարձանք։ Ես ուզում եմ այս խնդիրը նաև ակադեմիական քաղաք կոչվող ծրագրի համատեքստում դիտարկենք։ Ձեր համոզմամբ ակադեմիական քաղաքի շուրջ առկա այս անորոշությունը, բուհերը Երևանից մարզեր տեղափոխելու այս խոստումները, որոնք բարբերաբար հնչում են մամուլում առկա են, որքանով է սա ազդել դիմորդների թվի նվազման վրա։ Դիմորդների թիվը իսկապես նվազում է, մի քանի գործոններ են ազդում դիմորդների թվի նվազման վրա, ամենակարևորը դա արտագաղթն է եւ միգրացիան, կրթության դերի նվազումը, այսինքն մարդիկ չեն դիմում կրթություն ստանալու բարձրագույն եւ դրա պատճառով դիմորդների թիվը նվազում է, եւ մյուսը այո, ձեր ասած, ձեր նշած անորոշությունը, որովհետեւ այդ անորոշությունը թե ինչպիսին կլինի մեր բարձրագույն կրթության համակարգը սրանից ընդամենը 2 տարի հետո ոչ ոք չգիտի։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև անցած տարի ընդունված օրենքով, որը կոչվում է բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենք, գրված է, որ բոլոր այն բուհերը, որ այսօր Հայաստանում գործում են, նրանց լիցենզիան կասեցվելու է, վերջանալու է 2027 թվականի վերջին։ Այսինքն այդ բուհերը պետք է ժողովրդական լեզվով ասել, իրենց գլխի ճարը տեսնեն, կամ ուսանողներ ներգրավեն, կամ իրար հետ միավորվեն, կամ որոշ բուհերի մոտ արդեն այդպիսի միտում կա, իրենց ուսանողներին տեղափոխեն Հայաստանից դուրս։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ նրանք դառնում են արտասահմանյան բուհերի ներկայացուցչություններ եւ խրախուսում են, որ առանց այդ էլ քիչ մեր հայ ուսանողները, որոնք ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, այլևս Հայաստանում չսովորեն։ Սա է։ 2025 թվականին ընդունված դիմորդը երաշխիք չունի, որ 2029-ին ինքը նույն բուհը կավարտի։ Այսպիսի մի պատկեր ունենք փաստացի։ Այո, այսպիսի այդ անորոշությունը իսկապես եւ ծնողների մոտ է դա, եւ շատերը գերադասում են օրինակ միջպետական ուրեմն համաձայնագրով, այո, բուհեր իրենց երեխաներին ուղարկել սովորելու, որովհետև ծայրահեղ դեպքում գոնե երկրորդ դիպլոմը, որ տալիս են այդ բուհերը այլ երկրների օտար երկրապետությունների դիպլոմներ, գոնե դրանք կկարողանան կիրառել Հայաստանից դուրս, բայց Հայաստանի ներսում այդ աղետալի վիճակը կշարունակվի, ինձ թվում է հուսանք մինչև հունիս ամիս, որովհետև եկող կառավարությունը անպայման առաջնահերթ դիրքերում պետք է պահի ուշադրության կենտրոնում կրթության եւ գիտության ոլորտը։ Եվ վերջերս падգամավորներին ու պաշտոնյաներին բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, տարբեր արդարացումներ հնչեցին, բայց ամենաուշագրավը Ալեն Սիմոնյանի այն պնդումն էր, որ Հայաստանում կան ուսուցիչներ, ովքեր падգամավորներից ավելի բարձր աշխատավարձ են ստանում եւ հենց սրանով էր նա հիմնավորում падգամավորներին բաժանված պարգևավճարները, նշեմ խոսքը 3 միլիոն դրամի մասն էր յուրաքանչյուր падգամավորին։ Սիմոնյանի այս պնդումը որքանով է համապատասխանում իրականությանը, եթե այո, ապա ուսուցիչների որ մասին է սա վերաբերում։ Ես նշեմ, որ առանց լրացուցիչ հավելավճարների падգամավորների աշխատավարձերը 650,000 դրամի սահմաններում են, այսինքն Սիմոնյանը փաստացի խոսում է 700,000 դրամ եւ ավելի շատ վարձատրվող ուսուցիչների մասին։ Ուրեմն ձեր հարցից հետևում է, որ նրանք մտադիր են հունիսի ընտրություններից հետո իրենց աշխատանքը փոխել եւ գնալ դպրոցներում աշխատել, որը եւ ես նրան խորհուրդ կտամ հենց Սիմոնյանին կամ մյուս падգամավորներին, որպեսզի ավելի բարձր աշխատավարձ գոնե ստանան եւ նրանց փոխարինելու կգան արդեն լավ կրթություն ստացած այն մեր երիտասարդ կայացած մասնագետները, որոնք եւ կրթության մեջ եւ գիտության մեջ իրենց ասելիքը արդեն ասել են եւ կարողանան նաեւ կառավարության մակարդակում, պետական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում իրենց ուրույն ներդրումը բերել։ Ինչ վերաբերում է հենց ուսուցիչների աշխատավարձերին, թվերին, դա էլ կարելի է թվերի լեզվով իսկապես ասել, ուրեմն այդ ատեստավորման գործընթացին մասնակից ուսուցիչները 1/3-ն է, դեռ դրանից էլ ավելի քիչ է, որ 4 տարվա ընթացքում անցել են այս գործընթացով եւ այսպես ասած կարողացել են բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Այն ուսուցիչների
1/3-ն է, այսինքն եւս մենք 10-12 տարի պիտի սպասենք, որպեսզի ուսուցչական ոչ համակազմը անցնի այդ գործընթացով եւ կարողանա իր աշխատավարձերը բարձրացնել, իսկ այդ 10-12 եւ գումարած այն 4 տարին էլ մի ամբողջ սերունդի շրջապտույտ է եւ շատերը ուղղակի այդ ընթացքում դուրս են գալու կրթության համակարգից, այսինքն այդ համակարգը եւս պետք է քանդել, քանդող համակարգ, այո, եւ նորից պետք է կառուցել բոլոր ուսուցիչների աշխատավարձերը առնվազն բարձրացնելով եւ ինդեքսավորելով գնաճի հետ, որպեսզի նրանք չտուժեն, այս մի բանն էլ կարելի ասել էլի նախընտրական խոստումներ են ես տալիս արդեն, որովհետեւ ուրիշ ձև չկա, ինչպես ասացի։ Իսկ նորից թվերով ասենք, իսկ այն ուսուցիչները, որոնք ստանում են գոնե 300,000 դրամ աշխատավարձ, իսկ իրականում դե պարզ է, 300,000-ից գոնե 20% ավելի պակաս իրականում նրանք ստանում են, այո, ստանալու են, այսինքն ստանում են 240,000 դրամից ավելի աշխատավարձ, կազմում են ողջ ուսուցչական համակազմի 7.5-ից 8% ընդամենը։ Այսինքն այդ բարձր աշխատավարձերի մասին որ խոսում են, հիմա բոլորը մտածում են Այս ինչ լավ հնարավորություն է, բոլորս գնանք դառնանք ուսուցիչներ, որպեսզի ստանանք շատ բարձր աշխատավարձ։ Եթե այդպես լիներ, ուսուցչական համակազմի թափուր տեղեր չէր մնա։ Մոտ 1000 տեղ։ Այո, մշտապես 100-ից ավելի դպրոցներում 1000 տեղեր թափուր են ուսուցչի համար։ Այդ մարդիկ ինչի չեն գնում աշխատել։ Ուրեմն նորից եկանք են առաջարկին, որ լավ կլինի, որ այն падգամավորները, որոնք ունեն մանկավարժական կրթություն, անմիջապես տեղափոխվեն դպրոցներում աշխատելու, իսկ այն падգամավորները, որոնք չունեն, մենք նրանց համար կկազմակերպենք վերապատրաստման դասընթացներ, 30 կրեդիտ կհավաքեն, ինչպես հիմա թույլ է տալիս մեր օրենսդրությունը, 30 կրեդիտ մանկավարժական հմտություններ ձեռք բերելու եւ բարձր աշխատավարձով նրանց սիրով կտեղափոխենք դպրոցներում կամ կրթական հաստատություններում աշխատելու, բայց նրանց անընդհատ ամիսը մեկ անգամ նաև վերապատրաստելու ենք, որովհետև մեկ անգամ ուրեմն վերապատրաստվելով հասկանում ենք, որ արդյունք դժվար թե ունենանք, անընդհատ նրանց համար մենթորներ կնշանակենք եւ մենթորները նրանց հետ կաշխատեն, որպեսզի կարողանանք եւ նրանց բարձր աշխատավարձը ապահովել եւ մեր սերունդին լավ կրթություն տալ։ Ես ամեն դեպքում դեմ եմ, պարոն Մխիթարյան, չեմ ուզում մեր սերունդին դատապարտենք, չեմ պատկերացնում ինչ պետք է նրանք սովորեցնեն մեր դպրոցներում։ Եվ պարոն Մխիթարյան, օրեր առաջ կառավարող մեծամասնությունը ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացրեց, որոնք ուղղված էին դիտորդական կազմակերպությունների դեմ, քպականները չեն էլ թաքցնում, որ նախաձեռնությունը առաջին հերթին հենց հայաքվե առաքելության դեմ էր։ Ինչով է ձեր նախաձեռնությունն անհանգստացնում այս իշխանություններին եւ ընդունված փոփոխությունները ձեր հետագա գործունեության մասով ինչ խոչընդոտներ կարող են ստեղծել։ Այո, շատ ճիշտ եք նկատում եւ այդ օրենքի անունը, այդ օրենսդրական փոփոխության անունը դրեցին օրենք հայաքվեի դեմ, օրենք այն մասին, որ հայաքվեն չկարողանա իրականացնել դիտորդական առաքելություն։ Դա ինչով էր պայմանավորված, հայաքվեն 2023 թվականին է ձևավորվել եւ քանի որ նա նպատակ ունի քաղաքացիական հասարակության, քաղաքացիական ակտիվության գործընթացում էական դերակատարություն ունենալ, մարդկանց ներգրավել որոշումների կայացման գործընթացում տարբեր մակարդակներում, նաև ընտրությունների վերահսկման, պատրաստել է ավելի քան 500 դիտորդ ողջ Հայաստանից այս ընթացքում եւ մասնակցել է Երևանի ավականու ընտրություններին որպես դիտորդական առաքելություն, Գյումրիի, Փարաքարի եւ Վաղարշապատի, այսինքն բոլոր ընտրությունները, ինչ Հայաստանում եղել են, հայաքվեն մասնակցել է։ Երկուսին ամենամեծ դիտորդական առաքելությունը հենց ձերն էր։ Այո, մեր դիտորդական առաքելությունը դիտորդների թվով ավելին էր, քան մնացած բոլոր դիտորդական առաքելությունները միասին վերցրած, մի բան էլ ավել։ Եվ բացի դրանից, ոչ միայն Հայաստանի ներսում, հայաքվեն այս ընդամենը շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում կարողացել է դիտորդական առաքելություն իրականացնել նաև արտասահմանյան երկրներում։ Այնպիսի երկրներ ինչպիսին Իրաքն է, Եգիպտոսն է, Մոլդովան է եւ կարողացել է փաստորեն մի մասնագետների խումբ ձևավորել, որոնք շատ օգտակար կարող են լինել ընտրությունների վերահսկման եւ նրանց թափանցիկությունը պահպանելու համար։ Հիմա այս ամբողջը ըստ էության, որը գիտեք, ժողովրդավարության ծիլերին է սա վերաբերում, որովհետեւ մենք ներգրավում ենք մարդկանց, հենց այնպես չի, որ նրանք նաև սովորում են, նրանք նաև կրթվում են եւ կրթում են իրենց
մոտ շրջապատին, ընտանիք կլինեն, ընկերներ կլինեն, մնացած բաներ, որը շատ կարևոր է իրավագիտակցության բարձրացման համար, որը ժողովրդավարության կարևոր նախապայմաններից մեկն է։ Հիմա, եթե մենք այս ամբողջին դեմ ինչ-որ օրենսդրական նախաձեռնություն ենք բերում եւ մի քանի ժամվա ընթացքում այդ օրենսդրական նախաձեռնությունը դարձնում ենք օրենք, դա նշանակում է մենք ուղղակի աշխատում ենք Հայաստանում ժողովրդավարության դեմ, ուղղակի աշխատում ենք ժողովրդավարության զարգացման դեմ եւ մենք ասելով դե հասկանում ենք այն մարդիկ, որոնք այդ օրինագիծը բերել են։ Մենք դեմ ենք Հայաստանում մաքուր, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, որովհետեւ եթե դու հսկելու ես ճակերտներում ասենք միայն քո սատելիտ հասարակական կազմակերպությունների միջոցով ընտրությունները, դա նշանակում է այս գլխից դու մտածում ես ընտրությունների կեղծման մասին, որովհետեւ ընտրություններում կեղծիքներ անել չի նշանակում միայն քվեարկության օրը լցոնումներ անել կամ մնացած բաներ։ Կեղծիք է նաև այսպիսի օրենքը ընդունելը եւ կիրարկելը, եւ մեր կարծիքը միանշանակ է, մենք պիտի մտածում ենք, որ անպայման նաև սահմանադրական դատարան ներկայացնենք սահմանադրականության հարցը, որ հնարավորություն ունենանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում անկախ որևէ բանից նաև մեր պատրաստած դիտորդներին ներգրավել դիտորդական առաքելության մեջ։ Եվ մյուս կողմից սա նաև քաղաքական մարտահրավեր է Հայ-ԱՔՎ-ին, այսինքն մարդիկ մտածում են, որ այս օրենքը, որը ընդունվեց, դա պետք է դրթի, որպեսզի Հայ-ԱՔՎ-ն գնա դեպի քաղաքականություն։ Եվ մտածում եմ, որ շատ լավ հնարավորություն է Հայ-ԱՔՎ-ի համար եւ այդ քննարկումները հիմա առաջ են ընթանում, որպեսզի Հայ-ԱՔՎ-ն նաև իր քաղաքական մասով մասնակցի առաջիկա ընտրություններին եւ իր ասելիքը ասի նաև այդ ընտրությունների ընթացքում քաղաքական իմաստով, բնավ չխառնելով նաև իր քաղաքացիական դիրքորոշումը եւ իսկապես դիտորդներին ներգրավելու դիտորդական առաքելության մեջ։ Եվ ԿՊԱ-ական падգամավորներից մեկը պնդեց, որ Հայ-ԱՔՎ-ն ընդունել է, որ ընտրությունների նախընտրական շրջանում խախտել է քաղաքական չեզոքության սկզբունքը, սակայն նշել են, որ տեղեկացված չեն եղել նման դրույթի առկայության մասին։ Այս պնդումը համապատասխանում է իրականությանը եւ եթե այո, կխնդրեմ նշեք ինչով է դա պայմանավորված եղել։ Նման բան չի եղել, Հայ-ԱՔՎ-ն երբեք չի ասել, որ մենք խախտել ենք ինչ-որ չեզոքության սահմանները, որովհետև Հայ-ԱՔՎ-ն, եթե խախտած լիներ Հայ-ԱՔՎ-ն, հասկանում եք, նույնիսկ չնչին հնարավորությունը նրանք իրենց ձեռքից բաց չէին թողի եւ Հայ-ԱՔՎ-ին կզրկեին դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից։ Իդեպ ասեմ, որ շատ մանրամասն կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվեց այս հարցը, նիստը տևեց 10 ժամից ավելին եւ վերջում կարճվեց այն, ինչը նախապես հարուցվել էր եւ ընտրությունների հենց նախորդ օրը, եթե չեմ սխալվում, վաղար շաբաթի ընտրություններին է վերաբերում եւ իրենք էլ գտան, որ ուրեմն իրենց նախաձեռնությունը ուղղակի փուչ նախաձեռնություն է, իսկ մենք կատակով ասացինք, քանի որ այդ ամբողջ քննարկման ժամանակ հերթականությամբ նայում էին Հայ-ԱՔՎ-ի բոլոր տեսանյութերը, թե ով ինչ ասեց, ինչպես է դա կարող ազդել ընտրությունների մնացած բանի վրա եւ մենք կես կատակ կես լուրջ ասացինք, որ այդ 10 ժամվա ընթացքում Հայ-ԱՔՎ-ի սոցիալական ցանցերում դիտողականությունը էապես բարձրացավ, որովհետև բոլորը նստած հետևում էին Հայ-ԱՔՎ-ի խոսքին եւ մի քիչ էլ նաեւ դաստիարակչական նշանակություն ունեցավ այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը։ Յուրօրինակ գովազդ արեցին ձեզ։ Այո, դաստիարակչական, այսինքն այդ մարդիկ հասկացան նաեւ ինչ է նշանակում լինել ազգային անկախ դիտորդ։ Շնորհակալ եմ պարոն Մխիթարյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք կրթության փորձագետ, Հայ-ԱՔՎ միավորման անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Կհանդիպենք։